Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում իրադարձությունները սկսում են գերլարված բնույթ կրել, և ամեն նոր սերիա հեռուստադիտողների համար դառնում է անակնկալներով լի։ Սոսի վերադարձը սերիալում ոչ միայն անցյալի վերականգնման խորհրդանիշ է, այլև մեծ շրջադարձ կապված անցած տարիների գաղտնիքների ու բացահայտումների հետ։ Սոսը տարիներ շարունակ պահել է լռություն, բայց այժմ վերադառնում է վճռական, հստակ նպատակներով ու հին հաշիվները մաքրելու մտադրությամբ։ Նրա ներկայությունը շախունցների կյանքում բերում է անկանխատեսելի զարգացումներ, իսկ նրա որդու Արամի հայտնվելը նոր խնդիրներ ու բարդ փոխհարաբերություններ է ստեղծում։ Միևնույն ժամանակ, Բագրատն, ով երբեք չի մոռանում կամ անտեսում մանրուքները, սկսում է լրջորեն կասկածել, որ շախունցներն Անգելինայի շուրջ ինչ-որ բան են թաքցնում։ Նա վստահ է, որ ճշմարտությունը շատ ավելի խորը արմատներ ունի։ Բագրատը, լինելով խորամանկ ու նպատակասլաց, սկսում է փորել անցյալը, փորձելով գտնել այն բժշկին, ով ներկա է եղել Աննայի ծննդաբերությանը։ Նույն այդ բժիշկը տարիներ առաջ որոշակի գումարի դիմաց Աննային հայտնել է, թե իր երեխան մահացել է, բայց այժմ, երբ խաղում հայտնվում է ավելի մեծ գումար և հզոր ազդեցություն ունեցող Բագրատը, բժիշկը պատրաստ է բացել իրականության դռները։ Եվ հենց այս պահին սերիալը գնում է դեպի իր ամենաուժեղ թեժ կետը՝ կբացահայտվի, որ Աննայի դուստրը իրականում չի մահացել, այլ պարզապես Միքայելը, Աննայի դստերը, Անգելինային հանձնել է ավագի ու Վիկտորիայի խնամակալությանը։ Այս բացահայտումը կարող է ցնցել բոլոր հերոսներին, հատկապես Աննային, ով ամբողջ կյանքում ապրել է կորստի ու ցավի հետ։ Սոսի վերադարձը, Բագրատի կասկածները, Աննայի կորած դուստրն ու շախունցների շուրջ փակվող օղակը միավորվում են, դարձնելով սերիալն իսկապես կախվածություն առաջացնող, իսկ ամենաուշագրավն այն է, որ մենք միայն սկզբում ենք, իսկ ամենահետաքրքիրն ու ապշեցնողը դեռ առջևում է։ Հեռուստադիտողների համար հեռուստասերիալի ամենասպասված ու զգացմունքներով լեցուն պահը Սոսի ու Աննայի հանդիպումն է լինելու։ Տարիներ շարունակ կուտակված սիրո, ցավի, հիասթափության և կարոտի բախում։ Նրանք, ովքեր ժամանակին սիրել են միմյանց իսկապես ուժեղ, հիմա կանգնել են իրար դիմաց, կյանքով փորձված, կորուստներով ու գաղտնիքներով ծանրացած։ Հանդիպման պահին լարվածությունը օդում կզգացվի, Աննայի աչքերում կերևա թե զարմանք, թե ներքին պայքար, միաժամանակ տեսնելով այն տղամարդուն, ում ժամանակին սիրել է անվերապահորեն, և նրան, ով լքեց առանց բացատրության։ Սոսն էլ կունենա իր վիշտը տարիների բաժանման և բաց թողած պահերի համար։ Նա կփորձի բացատրել ինչու է հեռացել և Աննային չի տեղեկացրել, որ ողջ է, ավելին, Սոսի կյանքում հայտնվել է Աննայի քույրը և նրանք համատեղ որդի ունեն։ Սակայն սա սովորական հանդիպում չէ, այն նաև ճակատագրական է լինելու։ Սոսը կփորձի պատմել Աննային իր որդու Արամի մասին, հույս ունենալով, որ Աննան կհասկանա իրեն։ Աննան հարցեր ունի Սոսին. ինչպես է կարողացել Սոսը հեռանալ առանց պայքարելու իրենց սիրո համար։ Բայց հանդիպման ամենաուժեղ պահը կլինի այն, երբ Սոսը կունենա հարցեր նաև Աննային, իրենց երեխայի հետ կապված։ Արդյոք նրանք կսկսեն հանդիպել, թե՞ անցյալն արդեն անցյալ է, նրանք երկուսն էլ ունեն երեխաներ, իրենց կողմից չսիրված մարդկանցից, չնայած Աննայի սրտում արդեն ինչ-որ զգացմունքներ առաջացել է Միքայելի հանդեպ։ Արդյոք դա խղճահարանք է, թե սեր ցույց կտա ժամանակը, Սոսի հայտնվելը կփոխի հավանաբար ամեն ինչ։ Իսկ թե ինչ ուղղություն կվերցնեն նրանց զգացմունքները, դա արդեն կախված կլինի առաջիկա սերիաների զարգացումներից։ Հավանաբար ոչ Լիլիթը, ոչ Սոսը, ոչ էլ նրանց որդին Արամը հենց այնպես չեն վերադարձել։ Նրանք ունեն հատուկ ծրագիր, և այդ ծրագիրը շախունցներին վնաս պատճառելն է, ինչն էլ նրանք անելու են առանց աչք թարթելու, իսկ շախունցների շուրջ օղակը գնալով սեղմվում է։ Նախ Բագրատը ոչինչի առաջ չի կանգնի և կբացահայտի այն ճշմարտությունները, որոնք շախունցներն այդքան պինդ պահում են։ Իսկ երբ բացահայտվի Անգելինայի ով լինելը, շախունցների ընտանիքն ուղղակի կկանգնի քանդվելու առաջ։
Հավանաբար Ֆրիդան էլ չի մեկնել, Բագրատը նրան ձեռքից բաց չէր թողնի և հավանաբար ինչ-որ տեղ թաքնվել է ու ճիշտ ժամանակին կհայտնվի ճիշտ տեղում: Նա այդքան արագ ու այդքան հեշտորեն ձեռքերը չէր ծալի ու չէր ենթարկվի Միքայելի հրամաններին: Լիլիթն էլ ունի իր ծրագրերը: Ինչպես է եղել, որ Լիլիթն ու Սոսը տարիներ առաջ ամուսնացել են, չնայած որ նրանց ամեն ինչի մեջ հենց Լիլիթի մատն էր խառը, որ Լիլիթը կարողացավ բաժանել Աննային ու Սոսին: Դե ինչ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք հետագա սերիաներում տեղի ունեցող իրադարձությունները և իհարկե դիտեք ամենահետաքրքիր ու դիտարժան տեսանյութերը, կադրից դուրս իրավիճակները, որոնք արված են նկարահանման հրապարակում և ցույց են տալիս, թե ինչ սպասել հաջորդ լարված սերիաներում: Գրեք նաև, թե հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում: Նշենք նաև ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սոսի կերպարը մարմնավորելու է սիրված տաղանդավոր դերասան Արտաշես Մխիթարյանը: